Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Մեր կորսված եռատոնի տխուր արձագանքներ Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթին հայկական պատվիրակության անշուք մասնակցությունը։ Մեծ հայրենականին քանակական ու որակական հսկայական մասնակցություն ունեցած հանրապետության զորախումբը չկար, ղեկավարը նեղացած, սրտնեղած ու գլխիկոր հետևում էր հաղթողներին, հաղթանակի զգացողության լիակատար բացակայությամբ։ Այդ օրը դեռ չգիտեինք, որ նահանջի գծով փորձագետը պիտի խմբագրի եւ պատմությունը եւ եզրահանգի, որ ֆաշիզմն էր, որ փրկելու էր Հայաստանը։ Մոսկվայի այցի լուր ուղերձները, նոր Հայաստան, նոր պատմություն եւ ինչին են միտված իշխանության կողմից դաշտ նետվող նոր թեզերը։ Փաստեր, իրավիճակ, որ պրոֆակտի տաղավարում վերլուծում են բացառապես պրոֆեսիոնալները։ Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու միջազգայնագետ, 4 գիտական մենագրության 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ տպագրված Հայաստանում եւ արտասահմանում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը, էներգետիկ աշխարհաքաղաքականություն, միջազգային անվտանգություն, Հայաքվե միավորման վարչության անդամ։ Բարի երեկո, պարոն Մանվելյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, ըստ էության եռատոնի օրերին տարօրինակ զգացողություններ էին Հայաստանում, բայց այս ամեն ինչը սրվեց, կարծես ավելի խոշորացույցով դիտարկելիս երևաց, երբ տեսանք Մոսկվայում Կարմիր հրապարակում շքերթին հայկական ներկայացուցչությունը, պատվիրակության մասնակցությունը։ Հա, ինքը նախ ուզում եմ եռատոնի հետ կապված շեշտել, որ անկախ գործող քաղաքական ռեժիմից եւ նրա ցանկությունից եռատոնը մնալու է։ Սա շատ կարեւոր է հայ ժողովրդի համար, իսկապես հայ ազգային էթնոսի համար, որտեղ ցանկացած հաղթանակներ սա ազգի ձևավորման կարևորագույն պայման է։ Երբ որ ազգին զրկում ես հաղթանակներից, ինքը որպես ազգ դադարում է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար եռատոնը անկախ նրանից, որ գործող ռեժիմը ամեն ինչ արել է, որպեսզի այն վերածվի, չգիտեմ, նույնիսկ տոնի չվերածվի, այլ ինչ որ սքի, մնալու է եւ հատկապես մենք պետք է հստակ կերպով ուղերձ ուղարկենք, որ անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք մեր պայքարը, անկախ ամեն ինչից Շուշին լինելու է հայկական եւ երբեք մենք չենք պատրաստվում հրաժարվել ոչ Արցախից, ոչ էլ Շուշից, սա միանշանակ է։ Եվ այս առումով հենց այս տեսանկյունից պետք է նայել այս ինչ որ կոչվում է եռատոն։ Հիմա ինչ վերաբերում է մայիսի 9-ին այդ հաղթանակի օրվա արդիվ Մոսկվայում կայացած միջոցառման, ապա իսկապես զավեշտն անում է, որ այդ հրապարակով անցում էր այսպես կոչված ադրբեջանական սպեցնազը, հայկական պատվիրակության դիմացով, երբ որ Ադրբեջանի պատվիրակությունը չկար, իսկ հայկական կողմը ներկայացված էր առանց իր ռազմական միավորի։ Սա նույնպես խոսում է գործող քաղաքական ռեժիմի թուլամորթ, անհայրենիք, ասենք ասեմ դավաճան տեսակի մասին։ Միայն դավաճանը կարող գնալ նստել եւ նայել ոնց է ադրբեջանական սպեցնազը, որի կրում էր Ղարաբաղը իբր թե ազատագրել այնտենց շքանշաններ եւ անցնում է իր արժեվով չպատասխանելով դրան ոչնչով, ասենք թե թեկուս այնտեղ ուղարկելով հայկական զինված ուժերի ինչ որ ջոկատ, որը հենց այդ շքերթին կմասնակցել, որտեղ շեշտենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմին, հատկապես հայրենական մեծ պատերազմին, հայ ժողովուրդը ահռելի ներդրում ունի։ Այո։ Ոչ միայն մեծ թվով զոհեր ենք ունեցել, մոտ 3 հայկական մաքուր հայկական դիվիզիաներ են գործել, որոնցից մեկը հայտնի Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին։ Սա բացառիկ է, որտեղ մյուս ոչ մի ազգ էր այդքան ասենք ասեմ ազգային դիվիզիաներ չեն ունեցել շատերը, իսկ շատերը որոնք ունեցել են ժամանակի ընթացքում, օրինակ վրացիները, ադրբեջանցիները ունեցել են, որոնք լուծարվել են, որտեղ ցույց են տվել, որ այդ ազգային դիվիզիաները շատ վախկոտ են, շատ վատ են կռվում։ Եվ Ստիփասյանց լուծարել են եւ խառնել են մյուս դիվիզիաների հետ, իսկ հայկականները մնացել են։ Սա եւս փաստում է, որ հայկական դիվիզիաները, հայկական զինվորները շատ փայլուն կերպով են ցույց տվել ամբողջ պատերազմի ընթացքում։ Եվ այս ձևով խայտարակվել մայիսի 9-ին 80-ամյակին, սա հատուկ է միայն այս ռեժիմին։ Այսինքն բնականաբար սա վերջին պահին չի որոշվել։ Ինչու է այդ որոշումը կայացվել չմասնակցել այդ շքերթին։ Գիտեք, ես դժվարանում եմ ասեմ ինչ են նրանք որոշել, որովհետև
այս մարդիկ ունեն հայրենիքի դավաճանի պիտակներ, որ ես համոզված եմ վաղ թե ուշ վերածվելու է իրական քրեական գործելի, եւ մտնել եւ հասկանալ թե դավաճանը ինչ կերպ է մտածում, ինձ համար շատ բարդ է, եթե չասեմ անհնար։ Սա միայն հատուկ է այս տիպի այս արժեհամակարգը ավելի շուտ հայկական արժեհամակարգի բացակայությամբ անձանց մոտ գնալ խայտարակվել մեկ անգամ եւս, որտեղ նկատենք այստեղ իսկապես այդ հարցը կա, լավ է դեպքում ինչու էր գործող քաղաքական ռեժիմի պարագլուխը գնացել։ Իմ կարծիքով գնացել էր միայն մի նպատակով, որպեսզի փորձի Ռուսաստանի նախագահի հետ գալ ինչ-որ համաձայնության սեփական անձի կամ սեփական ընտանիքի պահպանման համար, որտեղ ինքը կորցրել է կապերը թե արևմուտքի, թե բոլոր ուղղությունները, որոնք նախկինում նա ինչ-որ երաշխիքներ էին տալիս, հիմա ինքը խնդիր ունի իր գոյաբանական կյանքը երկարացնելու, ձգելու համար, որտեղ շատ լավ հասկանում է, եթե այն ռեյտինգները, որոնք կան Հայաստանում, նկատի ունեմ իր ռեյտինգները, որոնք անընդհատ անկում են ապրում, ապա այս պայմաններում եւս մի տարի հետո փորձել վերարտադրվել, իր համար ոչ թե գերբարդ է լինելու, համայնքի անհնար է լինելու, եւ իրեն հարկավոր է ինչ-որ երաշխիքներ սեփական անձի գոյությունը քարշ տալու համար։ Բայց այդ դեպքում, պարոն Մանվելյան, եթե երաշխիքներ ստանալու համար էր այս այցը, այդ դեպքում ինչի հետ էր կապված մինչև այցից օրեր առաջ հայտարարությունները նորից հակառուսական, որին նույնիսկ անդրադարձավ պաշտոնական Մոսկվան, ազգային ժողովի նախագահի շուրթերից կամ այդ թաղապետի հետ կապված դեպքը, երբ որ Ռուսաստանը պայքարելու էր նոր Նորքի թաղապետարանի դեմ։ Նայեք, նորից բավականին զավեշտալի վիճակ է ստեղծել այս մարդիկ չունենալով հստակ քաղաքականություն, այսինքն միակ բանը, որ իրենք հստակ են, սա սեփական իշխանությունը ամեն գնով պայել։ Այսինքն երկու բանում իրենք հստակ են՝ դավաճանել հայրենիքի շահերը, այն հանել վաճառք է փորձել ծախել Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ապա երկարաձգել իրենց կյանքը։ Մինչև այս վերջերս իրենք վստահ են, որ եթե նույնիսկ Արևմուտքը եւ Միացյալ Նահանգները շուռ կան, իսկ այսօր մենք պետք է փաստենք հենց այս երևույթը, ապա իրենք կարող են գոնե ինչ-որ, ասենք ասեմ, երաշխիքներ ստանան Թուրքիայի նախագահ Էրդողանից եւ որի մոտ պարբերաբար այցելում է այս երկրի վարչապետի աթոռը զարթած անձը եւ որոշակի երաշխիքներ հավանաբար ուներ, բայց հանուն ճշմարտության նշենք, որ այս պահին Թուրքիան գտնում է ինքը գտնում է շատ ծանր վիճակում եւ թե ներքին լարվածություն կա, պայմանավորված ներքին քաղաքական ճգնաժամի հետ, պայմանավորված տնտեսական խնդիրների հետ, բայց հիմնականում պայմանավորված Սիրիայում ընթացող զարգացումների հետ, երբ որ իրանք մտել են Սիրիա եւ դուրս գալ չեն կարողանում, բայց իրավիճակը Սիրիայում ոչ թե կայունանում է, այլ ընդհակառակը օրորի էլ ավելի է վատանում։ Եվ այս պայմաններում պարզը Էրդողանը արդեն չի կարող որցե մեկին առավելևս իրան առանձնապես հետաքրքրել չի այս ռեժիմը, բայց նույնիսկ այս ռեժիմին չի կարող ինչ-որ երաշխիքներ տա, որ կփորձեն պահել կամ օգնել ինչ-որ բանում։ Հետևաբար սրանց ինչ-որ նոր տերեր են պետք, ընկած տերերի փնտրտուքի մեջ են։ Հնարավոր է Ռուսաստանի, այսինքն երբ դուք հետևում էինք այդ վերաբերմունքին, ամենտեղ Լուկաշենկոյի կողքներ եւ բավական ինչ-որ ընդհանուրից առանձնացված խեղճ, այսպես լքված վիճակում էր ամենայն դեպս կադրերում Հայաստանի վարչապետը, ինչ էր սա մեսիջեր ուղված, որովհետև դիվանագիտական նման միջոցառումներին ոչինչ հենց այնպես չի։ Նայեք, այս մարդը ինքը, ասենց ասեմ, իզգոյ է ոչ միայն այդ ռուսական միջավայրում, այլ նաև բոլոր միջավայրերում, թե արևմտյան, թե եվրոպական, թե Միացյալ Նահանգների, հիշում ենք, երբ եկավ նոր վարչակազմը, գնացել են եւ իրենք երջանիկ են, որ կարողացել են փոխնախագահի եւ նրա սեղանի դրած անձեռնոցի հետ միասին նկարվել։ Բավական իրանք խնդիրներ ունեն Եվրամիությունում իրենց իսկ քաղաքականության արդյունքում։ Նախկինում եթե օրինակ Ֆրանսիայի նախագահան բավական ակտիվ աջակցում էր, ապա հայտնի է, որ մի քանի անգամ տարբեր շրջանակներում Մակրոնը հայտարարել, որ երբեմն ինքը ավելի հայ է, ավելի հայկական դիրքորոշում ունի օրինակ Արցախյան հարցում, քան թե Հայաստանում գործող ռեժիմը։ Հասկանու եք, այս իրավիճակը բերել է նրան, որ արդեն մարդիկ հոգնել են այս անձից, որը ունի հստակ արտաքին քաղաքականություն, չի հասկանում հստակ Հայաստանի արտաքին շահերը, որոնք են եւ ոնց կարող է դրանք հենց ինքը սպասարկել, իսկ ինքը ընտրվել է երկրի վարչապետ հենց այդ շահերը սպասարկելու համար,
ապա երբ որ ինքը կարևորում է իր անձը եւ իր ընտանիքի խնդիրները, ապա այս պայմաններում ամբողջ աշխարհն անից շրջվում է եւ ոչ մեկին ինքը այլևս հետաքրքիր չի։ Դա համար ինքը դռնեդուր ընկած հիմա ինչ որ տերեր են ման գալի, փորձում են մեկ ռուսների հետ, մեկ հակառուսական ինչ որ հայտարարություններ են անում, մեկ ընտրում են Եվրամիություն գնալու ճանապարհ են ստորագրում փաստաթուղթ եւ այլն, այսինքն սենց մեր արտաքին քաղաքականությունը լրիվ քանդված, կորսված է եւ այս պայմաններում հասկանալի է անձնել տերերի փնտրտուքով հիմա այսօր հասել է Մոսկվա։ Վաղուր կգնա արդեն հայտնի չէ, բայց շատ հնարավոր նորից տեսնենք Անկարայում կամ մեկ այլ տեղ։ Պարոն Մավելյան, փաստորեն Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո իշխանական քարոզիչ դարձած ռազմական, այսպես փորձագետ, հորժորժվող մարդը բոլորովին նոր ուղղություն, թեզ առաջ քաշեց։ Պարզվում է, որ ֆաշիզմն էր, որ պիտի փրկեր Հայաստանը։ Նայեք, սա բավական հայտնի կեղծիք է, նոր բան չի դեպ։ Որ պնդում էին, որ իբր թե Գերմանիան ինչ-որ ծրագրեր ունի Կովկասում, ինչ-որ Կովկասյան պետություն ստեղծի, հարավային Կովկասում, դա անջատի Ռուսաստանից։ Նման ծրագրեր իսկապես եղել են Ռուսաստանը քանդել ազգային թեմայի վրա, իսկ այնտեղ խնդիր չէ օգնել Հայաստանին։ Այլ նպաստել, որպեսզի հայերը ապստամբեն կամ մյուսները, որպեսզի քանդվի սովետական միությունը։ Իդեպ այն ինչ որ ասենք թե այսօր անում են Ուկրաինայում եւ տեսնում եք այս ռուս-ուկրաինական պատերազմը հենց այդ քաղաքականության արդյունքն է։ Բայց նորից եմ գրում, սա ոչ մի կերպ չի խոսում նրա մասին, որ խնդիր է եղել ինչ որ հայկական, մեծ հայկական պետություն ստեղծել, սա արդեն բացառիկ է եւ սուտ լուր է, որտեղ հայտնի է, որ 1941 թվականի հունիսին կնքվեց ֆաշիստական Գերմանիա, մինչև սովետականության դեմ պատերազմ սկսելը բարեդրացիական, ասենք ասենք եւ դաշնակցային պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան փաստորեն դարձավ Գերմանիայի դաշնակիցը եւ գաղտնի չէ, որ թուրքական բանակը գտնում էր սովետական միության հարավային սահմանին, այսինքն հայկական սահմանի մոտ էր կանգնած եւ սպասում են, երբ սովետական միությունը կքանդվի, որպեսզի իրենք ներխուժեն Հայաստան։ Այո, բայց ինչի համար է այս թեզը, չէ որ դրանք փաստեր են եւ պատմական բավական լուրջ վերլուծություններ կան, հնարավոր չէ դրանց տեղյակ չլինել։ Ինչի համար է այս թեզը հիմա պետք շրջանառել։ Նայեք, սա տարբեր թեզեր կան, չէ, ինչի է պետք հիմա շրջանառել, որտեվ նորից այս մարդիկ փորձում են ամեն կերպ արդարացնել իրենց քայլերը։ Թե ինչու են մեկ վազում Ռուսաստան, ապա գնում հակառուսական ճամբար, թե ինչու են մեկ պետք մասնակցել, ասենք թե հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին եւ ապա պետք է մեկ այլ ուղղությամբ գնալ։ Նման թեզերի պատճառը իրականության մեջ այնքան ուղղված է, ոչ այնքան ուղղված է արտաքին լսան, ինչքան ներքին, որտեղ ներքին լսարանը բերել խառնաշփոթի, մարդկանց խաբել, անընդհատ փորձել տարբեր ուղղություններով տանել, տարբեր sense կեղծ կամ կիսաճշմարիտ ինֆորմացիաներ լցնել մարդկանց ականջները, սա մի քաղաքականություն, որ հայտնի է Գեբելսյան, sense ասենք ռոպագանդա անվան տակ։ Այս սա հենց այդ Գեբելսյան ռոպագանդայի ձևերից մեկն է։ Մարդկանց ասում են մի բան, որի մեջ կա ճշմարտության մի փոքր հատիկ, բայց ինքը ամբողջական չի, այսինքն դա հետեր միասին մի ահռելի մասով ինքը կեղծ է։ Նորից եմ կրկնում, իսկապես գերմանացիները ծրագիր են ունեցել սովետական միությունը քանդել հենց ազգային հողի վրա, հիմնվելով ազգային էթնիկ փոքրամասնություններին եւ փորձելով նրանց ռուսների դեմ բարձրացնել։ Բայց սա ոչ մի կերպ չի նշանակում, որ նրանք նպատակ ունեին ինչ որ մեծ Հայաստան ստեղծել։ Հայտնի է, որ ժամանակին Նժդե եւ դրան բավական ակտիվ կապերի մեջ են եղել ֆաշիստական Գերմանիայի ներկայացուցիչների հետ, բայց եւ դրան եւ Նժդե շատ լավ հասկանում էին, որ Գերմանիայի օգնությամբ այսպես կոչված մեծ Հայաստանի ստեղծել ինքը կեղծ է։ Եվ իրենց նպատակը երկուսն էր։ Առաջինը, եթե ասված չանի Գերմանիան հաղթի, ապա գոնե ունենալ ինչ-որ հայկական լեգիոններ, որոնք կպաշտպանեն Հայաստանը թուրքական ներխուժումից։ Եվ երկրորդը նպատակը, որի մասին շատ քիչ է խոսում, բայց որը շատ կարևոր է։ Նժդեհը նպատակ էր դրել արժև այնպես անել, որպեսզի հայ գերիները, որոնք մտնում են հայկական լեգիոն, հետագայում չուղարկվեն ռուսական ճակատ եւ չկռվեն ռուսների դեմ։
Իդեպ այս խնդիրը նժդե բավական հաջող կարողացավ լուծել եւ հայկական այդ լեգիոնները ուղարկեցին նույնիսկ Բուլղարիա եւ ինքը կարողանում էր իր կապերի միջոցով այնպես անել, որ դրանք չհայտնվեն արևելյան ճակատում եւ չմասնակցեն մարտական այդ գործողություններին։ Սա էր նպատակը։ Մնացած արդեն դրա վրա հիմնված հորինվածքներ են, բացարձակ կեղծ ու սուտ։ Եվ սա փաստորեն այս իրենց քարոզչության մեջ է մտնում։ Նորից եմ կրկնում, քարոզչության նպատակը արտաքին լսանը չի։ Մարդկանց շփոթեցնել, խաբելն է, պլյուս օգտագործել հակառուսական ներքին ռոպագանդա, որտեղ վերջին իրադարձությունների հետ կապված Արցախի անկումից հետո հատկապես հակառուսական տրամադրությունները բավականին բարձր, որտեղ շատերը գտնում են, որ Ռուսաստանը կարող էր անել ավելին, քան թե արել է իրականում։ Ու սրա մեջ կա ինչ-որ ճշմարտության հատիկ, որտեղ իսկապես ռուսները կարող էին անեին շատ ավելին, քան թե արվել է հենց թույլ չտալու համար Արցախից հայերի էթնիկ զտումները եւ ցեղասպանությունը։ Եվ հենց այս տրամադրությունները ենք փորձում են օգտագործել նաեւ հատկապես նպատակ ունենալով գնալ հաջորդ ընտրություններ։ Եվ ընտրություններում իրենք շատ ակտիվ կերպով այդ հակառուսական տրամադրությունները օգտագործել են նոր ընտրազանգված դեպի իրենց բերելու համար։ Պարոն Մանվելյան, հայաքվե նախաձեռնությունը շատ ակտիվ ու նաև դիտորդական առաքելություն իրականացնելով իր գործունեությունը այսպես շատ պրոֆեսիոնալ հիմքի վրա է, ըստ էության պատկերը ձեզ համար շատ տեսանելի է։ Կարելի է ասել, որ հիմա մենք գնում ենք փաստորեն արդեն ակնհայտ է հերթական ընտրությունների եւ իշխանությունները ինչքան էլ որ մեծ հավաքներ կազմակերպեն, այսպես ինչ որ բան ցույց տալու համար ամեն դեպքում իրենց վարկանիշը բավական ցածր է։ Նայեք, հիշենք, որ այս իշխանությունների հետ ինչ որ ծրագրեր կազմել կամ պլաներ չի կարելի։ Իրանք երբեք ճիշտ չեն խոսում, վերջին 7-8 տարին ինչ իրենք իշխանությանն են, ապա իրանք եթե ինչ-որ բանով կհիշվեն հայ ժողովրդին, ապա նրանով որ միշտ ստել են։ Իրանք ստելու, խաբելու, մարդկանց մոլորեցնելու հարցում բացարձակ, ասեմ, չեմպիոններ են։ Ոչ ոք չի կարող իրենց հավասարվել։ Հետևաբար ասել արդյոք նրանք կգնան մի տարի հետո ընտրությունների, թե արդյոք կփորձեն ընտրությունները ավելի շուտ անցկացնել, այսինքն բոլոր սցենարները հնարավոր է, պետք է հույս դնել, ասենք ինչ որ մի հատ ծրագրավորված մի բան կանեն։ Շատ հնարավոր է եւ գնան, շատ հնարավոր է փորձեն ինչ-որ մարդկանց կամ անդիմությանը ասենք խափեն եւ փորձեն ընտրությունները սկսել այլ ավելի շուտ, քան թե նախատեսված է։ Բայց ամեն դեպքում մի բան պարզ է եւ մեր դիտորդական առաքելությունը թե Գյումրիում, թե Փարաքարում ցույց տվեց, որ ընտրական գործընթացը շատ քաղաքացիական հասարակության կողմից եւ քաղաքացիական տարբեր կառույցների կողմից, հատկապես նրանք, ովքեր շահագրգռված են Հայաստանի ժողովրդավարության զարգացմամբ, պետք է շատ կոշտ կերպով վերահսկվի։ Եթե չկա այդ վերահսկումը, ապա տեղի կունենա մասսայական խախտումներ, իսկ գործող ռեժիմը միշտ տրամադրված այդ խախտումները իրականացնելու եւ կեղծարարություններ անելու համար։ Հետեւաբար մեր փորձն էլ Գյումրիում եւ մնացած տեղերը ցույց տվեց, որ եթե դրա դեմը չառնենք, մարդկանց խմբեր չպատրաստենք, որոնք կարող են իսկապես այս գործընթացը վերահսկել, ապա մենք ունենանք կարող ենք ասված չանել ունենանք 2021 թվականի աղետը, երբ սրանք փորձեն նորից վերարտադրվել։ Ինչքանով է կարևոր տեղեկացված լինելը, այսինքն այդ գործիքակազմին տիրապետելը, հայաքվեն բազմաթիվ դասընթացներ էր նաև նախաձեռնել, տպավորություն է, որ այս պարագայում, երբ ուղղակի ամենաթողություն է, գիշերանոցով կնոջը տանում են ոստիկանական բաժին, թաղապետարանում տեսախցիկների առաջ ծեծում են եւ ոչինչ չի պատահում, տպավորություն է, որ քաղաքակիրթ աշխարհին բնորոշ գործիքակազմով պայքարելը հանուն արդար ընտրությունների մի քիչ ինքնանպատակ է։ Ինչքանով է կարևոր այս մարդկանց գրագետ միջամտությունը եւ կարող է արդյոք սա ինչ-որ բան փոխել։ Նայեք, շատ կարևոր հարց եք տանում, որտեվ նայեք խնդիրը ինչն է։ Եթե մենք պատրաստված չլինենք ընտրություն, մեզ թվում է թե ընտրությունը սա այսպես պարզ պրիմիտիվ գործիքակազմ է, որին պետք է մարդիկ կամ քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական ուժերը մասնակցեն ուղղակի ընտրությանը լսելով, ով ինչ կարծիք ունի եւ ապա գնալով դա իրականացնելով։ Իրականության մեջ սա բավականին բարդ գործընթաց է, որը որոշակիորեն վերահսկվում է եւ օրենսդրական մակարդակով եւ տարբեր կառույցներով, դա
կենտրոնական ընտրական հանձնաժողովն են, ենթակա կառույցներն են, որտեվ մի բան էլ պետք է հասկանանք, ընտրակեղծարությունը չի սկսում կամ վերջանում ընտրությունների օրը, այն սկսում է հենց այդ ընտրական պայքարի նախօրեին, այն դա նույնիսկ գնում է այսօր։ Այդ ընտրակեղծարությունը, երբ որ գործող ռեժիմը իր իշխանական ռեսուրսը օգտագործում է այդ ընտրական, այսպես կոչված գործընթացը սկսելու համար։ Օրինակի համար մենք տեսնում ենք այսպես կոչված իրենց սկսած այս կեղծ կրթվելու թե ինչ ծրագիրը, սա իրենց այսպես կոչված 1 տարի առաջ սկսած նախընտրական կամպանիաներից մեկն է, որը օրենքի էլի կոպտագույն խախտում է։ Բայց իրենք սրան գնում են, փորձում են ինչ-որ հանդիպումներ անել, մարդկանց հիմարացնում են, խաբում են, այսինքն կրթության մասին քարոզում են մարդիկ, որոնք իրենք են անկիրթ են ոչ միայն անավոր դիպլոմներ չունեն, այլ անկիրթ են նաև իրենց պահվածքով, իրենց ձևով, իրենց նույնիսկ հագու կապով։ Իսկ երբ որ տեսնում եք այդ մարդիկ ոնց են ներկայացում, ցավոք սրտ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունն ներկայացում, ցավոք սրտ։ Եթե իրենք իրենց ներկայացնեն, ջայնա ոնց ուզում են, թող հագնվեն։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացում, ապա մենք տեսնում ենք, որ սա ուղղակի ամոթալի խայտառակություն է, որը շարունակաբար ամեն օրվա ռեժիմով տեղի է ունենում։ Եվ հասկանալի է, որ այն մարդիկ, որոնք կրթությունից գաղափար չունեն, առավելևս դաստիարակությունից խոսում են դաստիարակության եւ կրթության մասին, մենք գտնում ենք աղետի մեջ։ Բայց սա նաեւ քողարկված ձևով նաեւ նախընտրական իրենց գործընթացն է, որ իրենք սկսել են դեռ ընտրություններից 1 տարի առաջ։ Ինչ կարող է բերել ըստ էության այստեղ էլ ամենտեղ մենք տեսնում ենք, հա, դահլիճները լիքն են, բայց հասկանում ենք, որ ի վերջո այդ քաղաքներում նույնիսկ այդ կադրերից է երևում, վարչական ռեսուրսն է կիրառվում։ Հա, իրանց հիմնական ռեսուրսը դա վարչական է, իրանք ուղղակի ստիպողաբար են մարդկանց բերում, մենք դրա մասին բազմաթիվ տեղեկություններ, որ ուղղակի զանգում են, խնդրում են, չգիտեմ, որ մարդկանց հետ, բարեկամների հետ գալ, նստեն, լսեն, եւ շատերը ուղղակի լինելով պետական համակարգի հետ փոխկապակցած անձիկ, ստիպված իրանք իրենց ընտանիքի անդամների հետ մասնակցում են այդ այսպես կոչված նախընտրական, իրենց կեղծ նախընտրական քարոզարշավին։ Մարդկանց պետք է բացատրել, մարդկանց հետ աշխատել է պետք։ Նայեք, մեր մեծագույն խնդիրներից մեկը, որ այդ հողի վրա մարդկանց հետ շատ քիչ աշխատանք է տարվում։ Հենց հայաքվեն տարբերվում է բոլոր մյուս քաղաքական միավորումներից նրանով, որ մեր առաջնային նպատակը հենց հողի վրա մարդկանց հետ ամենօրյա ռեժիմով աշխատելն է։ Եվ դրա համար մենք ոչ միայն դիտորդական այդ դասընթացներ ենք կազմակերպում, մենք նաև կազմակերպում ենք քաղաքացիական ֆորումներ, որի առաջինը փորձը արվել է Էջմիածին քաղաքում, եւ հիմա պատրաստվում ենք շարունակել Հայաստանի բոլոր քիչ թե շատ մեծ ու փոքր համայնքներում տարբեր քաղաքացիական ֆորումներ կազմակերպել, որտեղ ժամանակ խոսանք այն իրավունքների մասին առաջին հերթին, որ նրանք ունեն, լսենք իրենց, իմանանք, թե իրանք ինչ խնդիրներ ունեն եւ փորձենք այդ խնդիրներին լուծումներ տալ կամ գոնե հասկանանք, թե այդ խնդիրները ոնց կարելի է լուծել կամ ինչ խորհրդատվություն իրենց տան։ Այսինքն հողի վրա sense աշխատանքը շատ կարեւոր է, բայց շատ կարեւոր է նաեւ երրորդ գործը, որ մենք անում ենք, սա այսպես կոչված քաղաքական դասընթացներ են։ Քաղաքական դասընթացները նույնպես կարեւոր են, որովհետեւ մարդիկ իմանան, թե ինչ բան է քաղաքականությունը, ինչպես հասկանալ մարդու դիմացինի խոսքը, որտեղ բոլոր քաղաքական գործիչներն էլ, հատկապես իշխանական, փորձում են մարդկանց անդադ խաբել։ Նոր մենք խոսեցինք, որ իրենք ասում են մի բան, որի մեջ մի փոքր հատվածով ճշմարտություն կա, ապա մեծ հատվածով սուտ։ Այսինքն վերցնում են մի ինֆորմացիա, որը ճիշտ է, դրա վրա ավելացնում են կեղծիք եւ փորձում են մարդկանց մատուցել։ Սա սիստեմային աշխատանքը, որ իրենք կողմից տարվում է, բայց պետք է նաեւ տարվի հակառակ աշխատանքը։ Այսինքն փորձել մարդկանց բացատրել, թե ինչպես չխափնվել պարբերաբար ձեր գլխին եկող այս ինֆորմացիոն ահռելի հոսանքից, ինչպես պաշտպանված լինել դրանից։ Իսկ պաշտպանված լինելու հիմնական տարբերակը դա շատ լավ հասկանալ, ունենալ համապատասխան գիտելիքներ եւ շատ լավ հասկանալ, թե քեզ երբ են փորձում խաբել եւ ովքեր են փորձում խաբել, որտեղ պարբերաբար սուտ խոսալը, սա հայտնի է Գեբելսյան էլի արտահայտություն կա, երբ որ դու սուտ անընդհատ կրկնում ես, այն վերջը վերածում է ճշմարտության։ Հիմա որպեսզի դրա դեմը կանխարգելել, նմանատիպ աշխատանք եւս պետք է մարդկանց հետ տանել։ Բայց արդյունավետ լինում է, պարոն Մամուլյան, հաշվի առնելով, թե ինչքան պրոֆեսիոնալ նաեւ մասնագիտացված թիմեր են ի վերջո դրսից աշխատել այդպես պատահական, հիմա արդեն տեսանելի է հետահայաց, որ շատ պատահական չէր այսքան այս թիրախային այդ կետերի վրա ժողովրդի ուշադրությունը սևեռել է այդ նուրբ ինչ որ լարերին
դիպչելը։ Չէ, շատ ճիշտ եք ասում, ստեղ իսկապես բավական պրոֆեսիոնալ խորհրդատվություն կա դրսից, տարբեր միջազգային կառույցներից, որոնք փորձում են օգնել եւ ասենց ասեմ պրոֆեսիոնալ մակարդակով սորացնել, թե ինչպես կարելի է մարդկանց պարբերաբար խաբել եւ մոլորեցնել։ Եվ հենց այս իրենց իբր թե կրթական ծրագիրը նոր ասեմ երկու անկիրթ անց փորձում են խոսել կրթության մասին։ Ավելի վատ բան հնարավոր չէր մտածել, բայց գնացել են դրան եւ սա, այսինքն կրթություն, իրանք փորձում են, նայեք, իրանք իրենց քարոզարշավում փորձում են օգտագործել բառեր, որոնց դեմ իրենք միշտ պայքարել են իրականության, իրանք ամբողջ կյանքը, իրանք անկիրթ մարդիկ են, հիմա խոսում են կրթությունից։ Իրանք մարդիկ են, որ անընդհատ պատերազմներ եւ սպանություններ են բերել Հայաստանի գլխին, բայց անընդհատ խոսում են խաղաղությունից։ Իրանք մարդիկ են, որոնք 5000-ից ավելի հայ երիտասարդ են սպանել, բայց իրանք խոսում են, չգիտեմ, ինչ որ կյանքից են խոսում։ Իրանք մարդիկ են, որոնք Հայաստանի ամենագեղեցիկ հատվածներից մեկը հայաթափել են, նվիրել են Թուրքին, բայց խոսում են հայ ժողովրդի ապագայի մասին։ Հասկանում եք, իրականությունը մեկ է, կեղծարարությունը, այսինքն սուտը եւ ռոպագանդան լրիվ այլ հարթության մեջ է։ Բայց նորից եմ կրկնում, եթե սրա դեմ չպայքարվի, ապա իսկապես մարդկանց մոտ կարող է թվա, որ իսկապես այս մարդկանց քարոզած կրթությունը իրական է։ Այն դեպքում իրենց քարոզած կրթությունը կրթության ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Կթվա, որ այս մարդկանց քարոզած խաղաղությունը իրական է, որ իրականության մեջ տանում է հայ ժողովրդին հերթական ցեղասպանության։ Կթվա սրանք այս մարդիկ իսկապես խաղաղություն են ուզում, եւ որ այս մարդիկ ընդհանրապես ուզում են սեփական գրպանները լցնեն եւ ուղղակի մաս կազմեն այն համընդհանուր թալանին, որ այսօր կա։ Ու այսպես շարունակ։ Այսինքն իսկապես սրա դեմ բավական լուրջ կերպով պետք է պայքարել։ Եվ ցավոք սրտի սա էլ շեշտեմ, համակարգված ձևով սրա դեմ խոսում է եւ փորձում ենք այս քարոզը ակտիվ կերպով մարդկանց գիտակցությունը բարձրացնել, դա անում է հայաքվե քաղաքացիական ազգային միավորումը, բայց լավ կլիներ, որ մյուս կառույցները նույնպես հասկանային սրա կարևորությունը եւ փորձեն sense ֆորումներ կազմակերպել, որ ինչպեսի մենք ենք կազմակերպում կամ այսպիսի դասընթացներ իրավական ոնց որ մենք ենք կազմակերպում։ Այսինքն շատ մարդկանց ընդգրկել։ Հա, իհարկե պետք է շատ մեծ թվով մարդկանց ընդգրկել, որտեղ միայն թվում է թե հեռուստատեսությամբ եւ տարբեր ալիքներով մենք խոսում ենք դրա մասին, բայց դա բավարար չի։ Մարդկանց հետ այսպես պետք է նստել դահլիճում եւ խոսել, փորձել ցույց տալ, թե ոնց են իրենց փորձում անընդհատ խափեն։ Իսկ ցավոք սրտի այսօր մարդկանց մեծ մասը շփոթված է։ Եվ որ դու անընդհատ մեծամասշտաբ, sense ասենք տեղեկատվություն ես ստանում, որոնք շատ դեպքում իրար հակասում են, սա բերում է շփոթվածության սովորական միջին վիճակագրական քաղաքացիություն։ Այդ մարդկանց այս վիճակից արդեն այո, նաև հեռացնել, հա, իրենից, որովհետև բացասական այսքան մեծ լիցքեր էլ բավականին բացասական էներգիա է գալիս, որտեղ նորից եմ կրկնում, այս մարդիկ խոսում են այն բաների մասին, ինչ իրական կյանքում իրանք չեն անում։ Իրանք լինելով կրթությանը դեմ մարդիկ իրենց ողջ ապրած կյանքով, իրենք խոսում են կրթության մասին։ Մարդիկ, ովքեր պատերազմներ են միայն բերել, խոսում են խաղաղության մասին։ Եվ այսպես շարունակ։ Այո, շնորհակալ եմ, պարոն Մանվելյան, ամփոփելուց առաջ, քանի որ խաղաղության մասին խոսեցինք, ուզում եմ նաև մի քանի բառով անդրադառնալ, այ խաղաղության պայմանագիրը այդպես հռչակվեց, հանրահռչակվեց, ըստ էության, որ տեքստային հատվածում ամեն ինչ կարգին է։ Հիմա, բայց ամիսներ անցան, դեռ ոչ մի քայլ առաջ չկա, մենք լսում ենք նորից Ադրբեջանի պահանջները, պայմաններն ու նախապայմանները։ Եվ նաև արտգործնախարարը Հայաստանի ասում է, որ հնարավոր է լինի լավ լուրջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ինչ է սա նշանակում։ Նայեք, ես բազմաթիվ անգամ դա մասին խոսացել եմ նաև ձեր տաղավարում, որ խաղաղության պայմանագրի կնքումը Ադրբեջանի ձեռնատու չի։ Ոչ թե համար որ պայմանագիրը ինչ որ ոնց որ սրանք են փորձում հիմա էլ ծախել, որ եթե ինքը լիներ ադրբեջանամետ, Ադրբեջանը վաղուց ստորագրի, ինքը լրիվ 100%-ով ադրբեջանամետ է, ասենց ասենք այս պայմանագիրը իշա Ադրբեջանի, դե Հայաստան չկա ընդհանրապես։ Իսկ այնպեսի տպավորություն է գոնե նախնական ինչ որ տարածում է մամուլով, եթե դա ծանոթանում ենք, որ սա ամբողջովին գրվել է Բաքվում։ Բայց խնդիրն անում դրանում չի, խնդիրն անում է, որ Ադրբեջանը ցանկանում է էլ ավելի շատ, քան թե այդ պայմանագիրն է։ Որտեվ սրանք որտեվ իրենք փորձում են պայմանագրով փակել հայ-ադրբեջանական հակամարտության հարցը, բայց հիմա Ադրբեջանը Արցախյան հարցի, ասենց ասում, ճակերտավոր ասած ըստ ադրբեջանցիների եւ ԿՊԱ-ականների Արցախի հարցը փակել է, իրենք բացել են Ադրբեջանը արևմտյան
Ադրբեջանի այսպես կոչված հարցը եւ նույնիսկ Հայաստանի քարտեզը օգտագործում են արևմտյան Ադրբեջան կոչվող իրենց զինանշանի վրա։ Այսինքն այս մարդկանց էքսպանսիոն քաղաքականություն ամբողջ Հայաստանը նվաճելու եւ ոչնչացնելու երբեք կանգ չի առնի։ Հետևաբար այս պայմաններում գոնե այս պայմանը անձեռնատու չէ այդ թղթի տակ ստորագրել, մանավանդ սա էլ հանուն ճշմարտության ասենք քիչ թե շատ գիտակից ցանկացած մարդ հասկանում է թղթի կտորի վրա ստորագրված փաստաթղթով խաղաղություն հնարավոր չի բերել։ Խաղաղությունը բերում է, երբ որ կա ռազմական որոշակի հավասարակշռություն։ Գործող քաղաքական ռեժիմը այս ռազմական հավասարակշռությունը, որը մենք ունեինք, ոչնչացրել են։ Հիմա հույսը դրել են, որ ինչ որ Ադրբեջանը, Բաքուն, Ալիևը իրենց թուղթ կնվիրի։ Չի նվիրելու իրենց ոչ մի թուղթ այդ Ադրբեջանը, հետեւաբար Արարատ Միրզոյանի հույսերը, որ վերջնական ինչ որ փաստաթուղթ ստորագրեն, իմ կարծում եմ սինեն, շատ հնարավոր ինչ որ նախնական Ադրբեջան համաձայն ինչ որ նախնական փաստաթղթ ինչ որ թղթի ստորագրի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է, շատ իսկապես նախընտրական, այսինքն քարոզչությունն արդեն սկսված է, նախընտրական հանդիպումներ Արմեն Մանվելյանը հստակ նշեց, որ տարբեր անունների տակ այդ ֆորումները մեր կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, ավելի հետաքրքիր մոտիվացման, այս քոուչինգի դասընթացներն ըստ էության նախընտրական ուղղակի հանդիպումներ են, պետք է պատրաստ լինել հասկանալու համար, որովհետև ամենադժվարն է հենց հասկանալ, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչպես տարբերակել ճիշտն ու սուտը, մանավանդ եթե սուտը տարածվում է արդեն 7 տարի եւ հատուկ այսպես լավ արմատներ գծած մեթոդներով։ Այնուամենայնիվ ամեն ինչ սկսվում է իրականում մեզանից, տարբերակելուց ու հասկանալուց, նայելուց ուղղակի սահմանին, որտեղ էին Հայաստանի սահմանները, որտեղ են հիմա Հայաստանի սահմանները։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Հայակվեն կարևորում է քաղաքացիների հետ աշխատանքը տեղում, իրավական ու կրթական ծրագրերով։